Բարև ձեզ, իրականում հաղորդաշարի տաղավարում այսօր հյուրընկալել ենք արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանին։ Պարոն Մարգարյան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք հարցազրույցի մեր հրավերը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Օրերս մամուլի ասուլիսում ամփոփեցիք արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի վերջին 2 ամսվա կատարած աշխատանքը։ Ճիշտ եմ հասկանում արդյոք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը խորհրդի հետ գործակցել է հիմնականում սոցիալական ծրագրերի եւ մասնավորապես բնակապահովման ծրագրի շրջանակում։ Մեր կողմից ստեղծվել է 3 աշխատանքային խմբեր կոնկրետ սոցիալական բլոկի մասով, մեկը բնակարանային ապահովման ծրագիրներ, մեկը զբաղվածության եւ սոցիալական հարցերի եւ կարգավիճակի մասով, 3 հանձնաժողովների մասով մեր կողմից եւ իրենց կողմից ստեղծվել են փորձագիտական խմբեր, բայց հիմնական արդյունքները այս պահին բնակարանային ծրագրի մասով, այսինքն 3 ուղղություններով աշխատանքներ տարվել են։ Կոնկրետ զբաղվածության ծրագրերի մասով տվյալների փոխանակումը եղել է, իրենք պատրաստական են բաց են այդ ծրագրում փոփոխություններ անելու եւ ընդունում են, որ իրենց այդ ծրագրերը լրիվությամբ ձախողված են։ Սոցիալական հարցերով մեր առանցքային դրույթը հետեւյալն էր, որ մինչև բնակարաններով ապահովելը կոնկրետ բնակվարձի աջակցություն ծրագիրը պետք է լինի եւ որոշակի փոփոխություններ ընդունելի է, երբ որ իրենք հրապարակային ու փոխվարչապետը եւ տարբեր պաշտոնյաներ ինչպես են ներկայացնում հանրությանը, ասում են ճիշտ չի, որ 400-500 հազար եկամուտ ստացող քաղաքացին այդ աջակցությունը ստանա։ Մենք վերանայեցինք, ասացինք այդ սահմանափակումները մտցրենք, ձեր մոտ բոլոր տվյալները կա, այսինքն 400-500 հազարից ավել ձեր նշված, մեզ ասում են, որտեղից եք այդ թիվը վերցրել, ասում եք դուք եք հրապարակել։ Սահմանափակում մտցրեք այն քաղաքացիները, ովքեր ունեն 500 հազարից ավել եկամուտ, տրամաբանական է, բնակվարձի աջակցությունը չտրամադրեք։ Փաստացի ունենք այն դրական փոփոխությունները, որի մասին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեցինք, եւ նաեւ այն մնացած խմբերի մասով մշակութային ժառանգության, գերիների եւ այլ տարբեր հանձնախմբեր մեր կողմից մշակվել է, ունենք բազմաթիվ առաջարկներ հիմնավորված, բայց փաստացի այդ խմբերը չեն աշխատել։ Այսինքն չեն ընդունել, մեկ էլ առաջնահերթություն ընդունելով, հասկանալով մեր քաղաքացիների այդ սոցիալական ծանր իրավիճակը, առաջնահերթության կարգով այդ 3 խմբերի մասով ենք սկսել կառավարության հետ աշխատել։ Մամուլի ասուլիսից ես առանձնացրել եմ մի քանի դրական արդյունք։ Եվս 183 բնակավայրում տուն կամ բնակարան գնել ցանկացող արցախցիները մեկ շնչի հաշվով կստանան ոչ թե 3, այլ 4 միլիոն դրամի սերտիֆիկատ, կվերածվեն բանկերի այսպես կոչված սև ցուցակները եւ հիփոթեկային վարկի ժամկետը 10-ի փոխարեն կարող է մինչև 20 տարի լինել։ Տուն կառուցելիս պարտադիր չէ դա անել շինարարական կազմակերպության ներգրավմամբ, այլ կարող են սեփական ուժերով անել, բայց տեխնիկական վերահսկողության պայմաններում եւ 83 զոհված զինծառայողի ընտանիքի բնակարանային խնդրի հետ կապված հարց է լուծվել։ Գիտենք, որ Արցախի բնակարանային կոմիտեից ստացված սերտիֆիկատ ունեին, բայց կար վերջին շրջանում խնդիր, որ բանկերը ասում են այդ սերտիֆիկատները չեն սպասարկվում եւ պետք է վարկերը ինչ որտեղ մարեն այս ընտանիքները։ Այլ նորությունների սպասել, թե սրանով ավարտվում են դրական լուրերը։ Հիմնականում առանցքային կարևոր փոփոխությունները, էական փոփոխությունները, որ կան դրանք են, կային որոշ տեխնիկական հարցեր, օրինակ բնակարանային ծրագրում, օրինակ սահմանափակումներ կային շատ անտրամաբանական, նաև հակասահմանադրական, օրինակ երբ որ ընտանիքի մեկ անդամը բացակայում էր կոնկրետ ժամանակով, եթե չեմ սխալվում 6 ամիս ժամկետով, ապա կառավարությունը այդ աջակցության գումարը, այդ սերտիֆիկատի գումարից ամբողջ ընտանիքին էր զրկում։ Մենք հասանք նրան, որ այդ դրույթը փոխվեց, արդեն այդ մեկ անդամ 2 հոգի ընտանիքից բացակայում եմ, ապա այդ պարտավորվածությունը պետք է մարի ընտանիքի մնացած անդամները այդ սերտիֆիկատի ժամկետի չափով, այսինքն 10 տարվա 20 տարի ժամկետի մասով եւ այլ որոշակի տեխնիկական հարցեր կարգավորվեց կարգավիճակի հետ, օրինակ մենք բազմաթիվ դժգոհություններ ունենք մեր քաղաքացիները աշխատանքային ստաժի հետ կապված, երբ որ թոշակների մասով փորձում էին դիմել բազաներում փաստացի 2014 թվականից հետո էլեկտրոնային համակարգում կար եւ հիմնականում մինչեւ դատական ճանապարհով դատական ծախսերի միջոցով փորձում են ու երկարաժամկետ էր տևում այդ process-ը
կառավարությունը այդ առաջարկները, մեր առաջարկների փաթեթը այդ մասով ընդունեց եւ կա կառավարության որոշման նախագիծ, որ գոնե պետական ոլորտում աշխատողների մասով այդ հարցերը կարգավորվելու եւ նմանատիպ մի շարք տեխնիկական բնույթի հարցեր եւ նշեմ, որ մեր կողմից առաջարկված սկզբունքային հարցերի մեծ մասը կառավարության կողմից չի ընդունվել։ Եվ կան որոշակի հարցեր, որոնք չեն էլ մերժվել, բայց ներկայացում են, որ քննարկման փուլում են։ Բայց մենք այս պահին ունենք խնդիր, քանի որ ինչպես գիտեք, այդ բնակվարձի գումարը 2 ամսով էր երկարաձգվել եւ մի ամսից ունենալու են խնդիր եւ դրա համար մենք մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցինք պայքարի երկրորդ փուլի մասին։ Այսինքն, երբ դուք ասում եք սկզբունքային հարցեր կան, որ չեն ընդունվել, նկատի ունեք նաև բնակվարձի երկարաձգման հարցը։ Որտեղ մեր ամենից կարևոր կետերից մեկն էր, որ բնակվարձի աջակցությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև մեր քաղաքացիները բնակարան ձեռք բերեն։ Նաև այդ սկզբունքային հարցերից էլ քաղաքացիության այդ խնդիրը, որի մասին բավական մենք ներկայացրել ենք բենզինից պայթյունի տուժված ընտանիքների կարգավիճակի մասով, որի մասով էլ այս պահին այնպես չէ, որ ասում են չենք լուծելու, ասում են խնդիրը կա, փոքր ընտանիքների մասով այդ աջակցության մասով մենք բազմաթիվ տարբեր առաջարկներ ենք ներկայացրել, օրինակ որ կոնկրետ այդ 3 գոտիների մասով տալ նվազագույն, այսինքն հանրագումարային սերտիֆիկատի արժեքը չպետք է պակաս լինի 9, 10, 12, այսինքն գումարներ, որ գոնե այդ գումարի չափով կարողանան բնակարան ձեռք բերել։ Այդ մասով էլ իրենք ընդունեցին, որ փոքր ընտանիքների մասով խնդիր կա։ Եվ պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները կարգավիճակ չունեն։ Այս մասով ինչ են ասում Հայաստանի Հանրապետության կառավարությունում գոնե բնակարանային կամ այլ սոցիալական ծրագրերի շրջանակում այս մարդիկ կունենան որևէ արտոնյալ պայման։ Մենք այդ մասով եւ բնակարանային ծրագրի մասով ենք արտոնյալ կարգավիճակ ներկայացրել նաեւ զոհվածների ընտանիքների մասով եւ առանձին կարգավիճակ, որպեսզի որոշակի սոցիալական երաշխիքներ ստանան։ Այդ մասով չեմ մերժում, բայց ասում են խնդիր կա, պետք է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետությունում ընդունված օրենքներին եւ այլն։ Բայց այս բանին որոշում դեռ չկա, ասում են քննարկումների փուլում է։ Եվ մնացած բոլոր կետերի մասով, որոնք չեն ընդունել, նույն քաղաքացիության մասը, նույն այդ սերտիֆիկատների, գոտիների, գումարների բարձրացման մասով կան հարցերը բաժանակ երկու մասի կան, որ ասում են քննարկման փուլում է, ընդունում են խնդիրներ կան, նույնը ասեցի փոքր ընտանիքների մասով, մենք ներկայացրեցինք բազմաթիվ առաջարկներ, ասում են դե սոցիալական կացարաններ, ասում են լավ, միջև սոցիալական կացարանները տրամադրել է այդ փոքր ընտանիքներին, բնակվարձի աջակցությունը շարունակեք, ասում են դե այս պահին Հայաստանի Հանրապետությունում այդ կացարանները չկա եւ ներկայացրեցին այլընտրանքային տարբերակը, որը հետևյալներ, որ լրացուցիչ բնակվարձի աջակցության ծրագիր ենք մշակում եւ այդ սերտիֆիկատի գումարի չափով այդ մարդկանց իրանց ընտրության հնարավորություն եք տալիս, վերցնում են սերտիֆիկատը, բնակարան են ձեռք բերում կամ էլ այդ սերտիֆիկատի արժեքի չափով իրենք ամենամսյա տալիս են բնակվարձ, բայց դա էլ ընդունելի տարբերակ չէ, որովհետեւ 2-3 հաշվի առնելով բնակարանային գները 2-3 մի քանի տարուց հետո այդ մարդիկ կանգնելու են խնդրի առջև։ Դա մեր համար ընդունելի տարբերակ չէ։ Իսկ ինչպես է լուծվել 83 զոհված զինծառայողի ընտանիքի բնակարանի խնդիրը։ Կառավարությունը այդ գումարը ամբողջությամբ փոխհատուցելու է։ Ամբողջությամբ։ Առանց որևէ նախապայմանների, առանց քաղաքացիության պայմանի եւ այլն։ Պարոն Մարքարյան, իսկ ինչ երաշխիքներ ունեք, որ բանավոր պայմանավորվածությունները իրավական ակտի կառավարության որոշման ուժ կստանան, նախորդ 2 ամսվա պրակտիկան ինչ է հուշում, մինչև այսօր քննարկումների ժամանակ դրական պատասխանները կյանքի են կոչվել։ Նայեք, եղել են բանավոր պայմանավորվածություններ, որոնք չեն իրականացվել, բայց այս հարցերի շրջանակը, որը խոսեցինք, որը լուծվել է, մի մասը արդեն կառավարության նախագծերը շրջանառվել են, մեծ մասն էլ արդեն իդրավտ համակարգում իրենց հավաստիացմամբ այսօր կդնեն։ Եվ իսկ երաշխիքը, որը դուք նշում եք, երաշխիքը մեկն է, մեր համախմբվածությունն եւ հանրային ակտիվ ճնշումն է։ Եթե դա լինի, ապա կառավարությունը այս հարցերը կիրագործի, որտեղ գիտենք, որ
կոնկրետ հանրահավաքից հետո որոշակի զիջումների գնաց հանրային ճնշման միջոցով։ Եթե լինենք ակտիվ, եթե լինենք համախմբված, եթե միասնական այս խնդիրների մասին բարձրաձայնենք, ապա երաշխիքը դա է։ Մամուլի ասուլիսից հետո սոցցանցերում տեսանք նաև դժգոհություններ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի աշխատանքի հետ կապված։ Ինչ եք կարծում, որոնք են դժգոհության պատճառները եւ ըստ ձեզ ինչ ակնկալիքներ չարդարացան։ Նայեք, դժգոհությունները բաժանենք երկու մասի։ Այն, որ խորհուրդն էլ հայտարարեց հստակ, որ այս արդյունքները բավարար չեն եւ իրականում մեր հայրենակիցները հարցերը չեն լուծում։ Խորհրդի գործունեության հետ կապված այդ բողոքի ալիքը հասցեագրվեց խորհրդին։ Բոլորս գիտենք այս կառավարության մոտեցումները մեր հարցերի վերաբերյալ։ Եվ ուզում եմ անպայման մեր հայրենակիցներին դիմել, որ ինչ փուլում, որ շրջանում խորհուրդը վերցրեց այդ պատասխանատվությունը։ Մենք 3 ամիս այս քննարկումների մասին հեշտ խոսում ենք, բայց իրականում շատ բարդ են այդ բանակցությունները, այդ 3 ամսվա ամենօրյա աշխատանքը։ Մենք էլ խորհրդի անդամներն էլ մեր ընտանիքների, մեր ազնական կյանքի հաշվին վերցրեցինք այս պատասխանատվությունը, որ փուլում վերցրեցինք, երբ որ կառավարությունը հայտարարեց, որ սոցիալական աջակցության այդ բոլոր ծրագրերը կրճատվում են։ Եվ իրականում արդարացի դժգոհություն եղավ հիմնականում սոցիալական ցանցերում, մարդիկ բողոքում էին, մինչև տարբեր անհատներ, կազմակերպություններ, նաև մեր կողմից, որ այդ ժամանակ կար հանուն Արցախի միավորում, որտեղ բոլոր ՀԿ-ների մեծ մասը միավորվել էին, որ համատեղ ներկայացնեն, կատեգորիկ ձևով մեր բոլոր առաջարկները մերժում են։ Երբ որ հայտարարեցին այդ սոցիալական ծրագրերի կրճատման մասին, ստեղծվեց Արցախի իրավունքների պաշտպանության խորհուրդը, մարդիկ վերցրեցին այդ հասարակական հիմունքներով, նորից եմ շեշտում, վերցրեցին այդ պատասխանատվությունը եւ հայտարարեցին հանրահավաք։ Դրանից հետո ինչ եղավ։ Ես կփորձեմ շատ ուղիղ եւ շատ պարզ խոսել այդ որ փուլում խորհուրդը ինչ որոշում կայացրեց եւ ինչի համար։ Հանրահավաքից հետո մենք ներկայացրինք 12 կետերը, հանրահավաքի մասնակիցները հավանություն տվեցին եւ մենք սպասեցինք, ժամկետ տվեցինք եւ սպասեցինք կառավարության արձագանքին։ Այդ բոլոր կետերի վերաբերյալ բացական գրավոր պատասխան եկավ։ Հայտարարեցինք, հանդիպում պահանջեցինք, երբ որ օրը արդեն ֆիքսվեց, մեր հայրենակիցներին կոչ արեցինք, որպեսզի գան կառավարության շենքի առջև եւ փոխվարչապետի հետ հանդիպում ունեցանք խորհրդի 3 ներկայացուցիչներով։ Էլի նշեմ, որ շատ ծանր է խոսակցությունը, հստակ ասում են, որ կարմիր գիծը մեր համար սոցիալական աջակցությունները չեն լինելու եւ այլն եւ այլն։ Մենք այդ ճեպազորության ընթացքում ներկայացրեցինք։ Քանի օքի է եկել այդ ակցիային, բոլորը ականատես եղաք։ Դրանից հետո մենք բարբերաբար կոչ ենք անում մեր հայրենակիցներին ակտիվություն ցուցաբերել, որովհետեւ մի հանրահավաքով մենք գիտենք, որ դա շատ պատասխանատու գործընթաց է, մեծ պատասխանատվություն ենք վերցրել, որ երկարատև պայքար է լինելու են մենք բոլորս եւ նաեւ մեր հայրենակիցները գիտեին ում հետ գործ ունեն։ Այսինքն հետևողականության պակաս եք տեսել։ Այո, ես փորձեմ պարզաբանել։ Այդ ընթացքում, որ մերժվեց այդ բոլոր առաջարկները, խորհուրդը ինչ որոշեց սկզբից փոքր ակցիաներով, նաև մեր կետերի մասով եւ սոցիալ նախարարության ակցիա ունեցանք եւ դատախազության եւ արտաքին գործերի վերադարձի այդ թալանի մասով եւ այլն բազմաթիվ խնդիրներ, որի մասին խոսում ենք։ Մեր հայրենակիցները ինչ չափով ընդգրկվեցին։ Ես անկեղծ հասկանում եմ, որ բոլորս ունենք խնդիրներ սոցիալական, հայրենիք են կորցրել եւ այլն, բայց երբ որ խոսում ենք պայքարի մասով, պետք է հետեւողական լինենք, պետք է համախմբված եւ միասնական դուրս գանք, այսինքն այդ ակցիաներին ինչ չափով մեր հայրենակիցները մասնակցում ունեցան։ Տարմարքան, բայց ի տարբերություն մարտի 29-ի հանրահավաքի, այդ ակցիաները ինչ որ տեղ շատ հապճեպ են կազմակերպվել, որովհետեւ եթե մարդիկ գիտեին, որ մի շաբաթ, 2 շաբաթ հետո լինելու է մեծ հանրահավաք, ձեր կողմից նշված ակցիաների դեպքում թույլ տվեք ասել, որ 1 կամ 2 օր առաջ են իմացել, հետեւաբար աշխատող մարդիկ, փոքր երեխա ունեցող մարդիկ օբյեկտիվ պատճառներ ունեն
ֆիզիկապես ներկա չլինելու, ինչքան էլ ցանկություն ունենան։ Ես նշեցի, որ ընդունում ենք այդ բոլոր պատճառները, ես սա որպես մեղադրանք չընկալվի, բայց խորհուրդը ինչ պիտի աներ այդ իրավիճակում։ Մենք նաև բարբերաբար կամավորների հավաքագրում ենք, խնդրում ենք, որ գանք կամավորագրվեն, որ նախորոք փորձենք ինչ-որ ծրագրեր իրականացնենք։ Դրանից հետո, երբ որ ընդառաջ կառավարությունը չգնաց, որոշեցինք, որ պետք է այս խնդրի մասին դարձնենք համահայկական օրակարգը։ Բոլոր ուժերը, միավորումները, կառույցները պետք է խոսեն արցախայցյան խնդիրների մասին։ Մենք ասում ենք, որ Արցախի հարցը դա համայն հայության հարցն է, մենակ արցախցիների հարցը չի։ Նաև Հայաստանի անվտանգության տեսակետից էլ արցախցիները պետք է մնան եւ արարեն եւ ապրեն Հայաստանի Հանրապետությունում եւ կար մեծ վտանգ եւ մենք էլ որակում ենք, որ այս ծրագրերը իրականում արտագաղթի ծրագրեր են։ Մեր հայրենակիցները կամ պիտի մնան դրսում, կամ պետք է արտագաղթեն։ Եվ երբ որ այդ համախմբումը հայտարարեցինք, ինչ տեղ ունեցավ դրանից հետո, նաև վրան եկան նաև քաղաքական կուսակցությունները, խորհրդարանական ընդդիմություն, այդ ժամանակ էլ սկսեցին քննադատել, հատկապես թիրախավորվեցինք իշխանության կողմից, որ իրական նպատակը արցախցիների հարցերը լուծելը չէ, քաղաքական օրակարգ են սպասարկում եւ այլն եւ այլն, բայց մինչեւ վերջ մենք հավատարիմ մնացինք մեր կողմից հայտարարված, որդեգրված սկզբունքներին։ Եվ այդ ժամանակահատվածում առաջարկեցին 1 ամիս երկարաձգել եւ քննարկել այս բոլոր հարցերը։ Ասացիք 1 ամիս ժամկետը շատ քիչ է։ Հայանորից ընդառաջ գնացին 2 ամսով երկարաձգել։ Մենք քննարկումներ ունեցանք եւ այդ ժամանակ էլ մերժեցինք, բայց եկա մի պահ կոնկրետ ապրիլի 28-ին կամ 29-ին կառավարության կողմից հայտնվեց այն դիրքորոշումը, որ ելի մենք պատրաստ ենք ստեղծել այդ մասնագիտական խմբերը քննարկել, բայց եթե դուք պատասխանը ասեք օրինակ 2 օր ուշացումով, ապրիլ ամսվա մասով այդ աջակցության գումարները չենք տրամադրելու։ Դա մեզ համար շատ բարդ եւ պատասխանատու որոշում էր, որտեղ երբ որ հրաժարվեինք, արդեն իրենք, եթե հիշում եք, գործարկել են այն նոր սոցիալական աջակցության ծրագիրը եւ հայտարարում էին ինչ որ 15000 արդեն մեր հայրենակիցները դիմել են եւ այդ իրավիճակում մենք հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները արդեն ապրիլ ամիսներ, ապրիլ ամսվա վերջներ կմնան լուրջ խնդիրների առաջ կբախվեն, մենք որոշեցինք հանել վրանը եւ հայտարարեցինք մեր դիրքորոշումը, որ եթե կառավարությունը այդ խոստումները, որ բարելավելու է այդ բոլոր ծրագրերը բնակարանային եւ այլն չկատարի, մենք ավելի կոշտ պայքարի մեթոդների ենք գնալու։ Մեր հետևողական պայքարի շնորհիվ այդ 2 ամիսը երկարաձգվեց եւ մենք ասացինք, լավ, պատրաստ ենք կառուցողական քննարկումների։ Այդ ընթացքում էլ դժգոհությունների մասով ենք փորձում անդրադառնալ մանրամասն։ Մենք բոլոր հարցերը հավաքագրել ենք եւ ներկայացրել ենք։ Հանդիպել ենք թիրախային խոցելի բոլոր խմբերի հետ։ Այս փորձագիտական խմբերը իրականում շատ մեծ ծավալով աշխատանք են ներկայացրել, կատարել եւ նաեւ երբ որ մարդիկ գրում են կազմակերպություններ կամ անհատներ, ինչու այս չեք առաջարկել, այն չեք առաջարկել, այդ առաջարկությունների փաթեթը իրականում կա կազմված, բայց մենք հանրային ամեն անգամ հայտարարել ենք, որ բաց են քննարկումների համար, ովքեր են եկել են ներկայացրել, հատուկ են կազմակերպություններ են ներկայացրել կոնկրետ առաջարկներ եւ փաթեթներ։ Ասուլիսից հետո կամ վերջին մի քանի օրերին տեսանք հայտարարություններ խորհրդի կազմից դուրս գալու մասին, ով ումից ինչու է դժգոհ։ Նայեք, ես նշեցի, որ խորհուրդը տարբեր հասարակական կազմակերպություններից, տարբեր անհատներից կազմվեց նախաձեռնություններ, որի անդամների մի մասը, մեծ մասը այդ գործունեության ընթացքում իրար ճանաչեցին։ Այն, որ խորհրդում միջազգային հարաբերությունների կարգավորման որոշակի տարաձայնություններ եղան, իրականում կար։ Այդ մարդիկ, որոնք հրապարակային հայտարարեցին դուրս են եկել, ես այդ առումով պարզաբանումներ չեմ տա, իրենց հաջողություն եմ մաղթում, հատկապես որ որոշել են կամ եթե հանկարծ շարունակեն արցախցիների իրավունքների հարցերով զբաղվել, չեմ բացառում նաև համագործակցություն, բայց ուզում եմ մի բան նշել, որ մենք այս պատասխանատվությունը վերցրել ենք եւ հետեւողականորեն փորձելու ենք այս ծրագրերը իրագործել։ Ինչ են ասում, որ խորհուրդը վրանը հանել է ինչ-որ գործարքներ իշխանության հետ եւ այլն կապված պետնախարարի նշանակման հետ խնդիրներ եղան։ Եկեք նախ անդրադառնանք, որ
նախ այդ պաշտոնի նշանակումը չի քննարկվել խորհրդի հետ։ Դա ազնական որոշում է, յուրաքանչյուր անձինքն է որոշում։ Կոնկրետ Նժդե Իսկանդարյանին առաջարկվել է այդ պաշտոնը եւ դա ընդունել է։ Ես դա պաշտոնել չի կարելի ասած այս իրավիճակում այն ճնշումները, որ կա Արցախի ինստիտուտների նկատմամբ, կոնկրետ ինքը վերցրել է այդ պատասխանատվությունը։ Դա հասարակական հիմունքներով աշխատանք։ Դա հասարակական հիմունքներով աշխատանք է։ Եվ խորհուրդը ունի իր հանրային գործունեությունը, հաջողություն մաղթենք Նժդե Իսկանդարյանին եւ այդ, չգիտեմ, այդ դավադրությունները վրանահանելու դիմաց պաշտոնի, ինչ պաշտոնի մասին է խոսքը։ Խորհրդի հաջողությունը կախված է նրանից, ինչ չափով է հանրությունը աջակցում։ Եթե կա հանրային լայն աջակցություն, մենք արդյունքների կհասնենք։ Հայտարարեցինք հունիսի 23-ի մասին։ Ինչի իմանալով, որ շատերը այդ են քննադատում, որ արդեն մի ամսից չենք ստանալու, մարդիկ հայտնվելու են, ինչի միանգամից չեք հայտարարում հանրահավաքի մասին եւ այլն եւ այլն։ Առաջի պայքարի մասով ասացինք ինչ խնդիրների բախվեցինք։ Հիմի ամենից հեշտ բանն է գալ տաղավարում քննադատել, հաջորդ օրը հայտարարել հանրահավաք, 1000-2000 հոգի հավաքել կառավարության շենքի դիմաց, այդ բացական պատասխանները լսել եւ գնալ տներով, որտեղ մեր հասարակությունը, հենց մեր նաեւ արցախցիները հոգնել են այդ հանրահավաքներից ամեն անգամ արդյունք չապահովելուց եւ խորհուրդը շատ մանրամասն փորձել է այդ քայլերը իրագործել եւ մեծ պատասխանատվությամբ եք վերաբերվում դրան, հասկանալով նաեւ հանրության մեջ այդ հիասթափվածության աստիճանը եւ հունիսի 23-ը մենք հայտարարեցինք, որ մեր հանրության հետ քննարկենք, հասկանանք ինչ չափով ենք պատրաստ պայքարի եւ հստակ արձանագրեցինք, որ ինչ հայտարարել ենք վրանահանելու ժամանակ, ինչ ենք հայտարարել, որ պատրաստ ենք կոշտ պայքարի, որ պատրաստ ենք մեկ վրանի դիմաց, չգիտեմ, 100 վրան դինել, մարզերում, մայրաքաղաքում եւ այլն եւ այլն։ Իսկ այդ ինչ դեպքում դա կստացվի։ Ստացվի այն դեպքում, երբ որ մենք ունենանք հանրային լայն աջակցություն։ Դրա համար այս ժամանակահատվածը օգտագործելու ենք, այս պայքարի մեթոդները քննարկելու ենք մեր հայրենակիցների հետ։ Մինչև հունիսի 23-ը թե հետո։ Չէ, մինչև հունիսի 23-ը եւ հայտարարելու ենք պայքարի արդեն միջոցներ, ինչպես ձևով ենք պայքարելու, հանրահավաք եք անելու, վրանային պայքար եք անելու, չգիտեմ, հանդիպումներ եք ունենալու մարզերում մեր հայրենակիցների հետ, տեղերը նշանակելու եք խորհրդի պատասխանատուներ, որոնք համակարգվելու են այդ մարզերում, այդ բնակավայրերում մեր աշխատանքները եւ հունիսի 23-ին արդեն այդ ամփոփելով կհայտարարեն կոնկրետ մեր գործողությունների մասին։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն։ Ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում ենք Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Աբրես Մարգարյանի հետ։ Հետևեք Արցախ TV էջերին, կհանդիպենք։